Բան բաժանեն 2015 թվականից սկսած ժողովուրդ ժողովրդի բարբերաբար հրապարակում է բոլոր իշխանությունների հրապարակում է բոլոր իշխանության օրոք իշխանությունների օրոք չծառայած պաշտոնյաների անվանակները եւ վերջերս քրեական բարի հարցած քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի չծառայելու հանգամանքները բարձրացնելու վերաբերյալ գովելի է որ իշխանությունը բոլորին այսպես ծառայելը խրախուսում է որ պետք է բոլորը ծառայեն եւ վերջերս ազգային ժողովը զինվորական ծառայության մասին օրենքին փոփոխություններ внедрեց, որը եւս հասարակության շրջանում դրական գնահատական ստացավ։ Այս կոնտեքստում ուզում եմ ձեզ հարցնել օրինակ ձեր վարչության 15 համայնքանցից 8-ը չեն ծառայել օրինակ փոխնախարար Լենա Նարմուշյանի երկու որդիները, իրենք ազատվել են զինվորական ծառայությունից վերջին 7 տարիների ընթացքում օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի երկու որդիները չեն ծառայել։ Օրինակ հնարավոր է այնպիսի մի օրենք մտցվի, որ ովքեր չեն ծառայել գան, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվեն կամ որպես ընդունված օրենքի շրջանակներում կամ դրանց վարկը հայրենիքի։ Գիտեք, նախ պետք է պարզվի, դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական։ Որտեվ եթե մարդը ունի ծառայության հետ համատեղելի, ասենք, հիվանդություն կամ օրենսդրական կարգավորում է, օրինակ գիտեք, երկար ժամանակ կարգավորում է եղել, գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Այդ մարդկանց վրա այդ օրենքը տարա կամ ուրիշ կարգավորումներ, այսինքն առողջության հետ չի խնդիրը, այլ բանի հետ է խնդիրը։ Մենք ընդհակառակը հիմա նաև վերանայում ենք, մի փուլ վերանայել ենք եւ վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ եւ շարունակում ենք այդ process-ը։ Ավելին ասեմ, երբ վերջերս այցելել էի զինվորի տուն, զինվորի տան շահառուներից նախկինում սպա, ով հիմա հաշմանդամություն ունի, ինքը ասում էր, որ ես կարծում եմ, որ ես կարող եմ ծառայել բանակում։ Ես էլ ասում եմ, որ այո, ես էլ եմ համաձայն, որ կարող եք ծառայել բանակում եւ մենք համընկավ ուղղակի 2 օր դրանից առաջ Պաշտպանության նախարարությունում քննարկում ենք, որովհետեւ հիմա տեխնոլոգիաները այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինվորական ծառայություն անել։ Օրինակ, կարող է արդյոք լինել անօթաչու թռչող սարքի օպերատոր։ Կարող է լինել։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Նկատի ունեմ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ ինչքան հնարավոր է օրենսդրություն լավարկելու ենք, ինչքան հնարավոր է կոռուպցիոն դեպքեր բացահայտելու ենք եւ ինչքան հնարավոր է կարգավորելու ենք այնպես, որ կոռուպցիոն հետագա հնարավորությունները բացառենք։ Հիմա դուք տարբեր անուններ եք տալիս եւ ելնի եմ ասում ցանկացած դեպք, որը տեղի է ունեցել ապօրինի ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը, ինքը մի օր միտեղ դուրս է, ինչպես ասում, գցելու եւ հայտնվելու է ուշադրության կենտրոնում։ Եվ ավելին ասեմ, մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ այդ բաները, այդ տարբերակները կբացառվեն։ Հիմա մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ երբ որ արվում է մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիա, MRT-ն էի բանը, վերցան։ Այդ արդյունքները իրական ժամանակում պետք է ներբեռնվեն, որ հետո հետին թվով, որտեղ ընդհանուր տենց դեպքեր են բացահայտվում, որ տենց շրջիկ բան կա, դիսկեր կան, տենց հասկանում եք։ Գոնե առնվազն այդպիսի լուրեր կան, հիմա ես չգիտեմ դրա հետ կապված քրեական գործ կա թե չկա, բայց տենց ինֆորմացիաներ կան։ Այնպես որ դա մեր ուշադրության կենտրոնում է եւ եթե ելի եմ ասում ինչ որ մի բան սխալ է եղել, դա չի նշանակում որ այդ սխալը պետքա չուղղվի, ընդհակառակը այդ սխալը պետքա ուղղվի։ Այսինքն կանչել եք պատասխան։ Օրինակ առողջական խնդիրների պատճառով Առողջական խնդիրների պատճառով չծառայածներին ո՞նց կարանք մենք կանչենք պատասխանատվության։ Մենք կարող ենք կանչել հա ցանկը փոխում ենք, որ նրանք ովքեր զորակոչային տարիքի են, ասենք կարող է այնպես լինի, որ 20 տարեկանում ստացել է տարկետում X հիվանդությամբ,
բայց 25 տարեկանում էլ չստանա, որովհետև ցանկը փոխվել է։ Բայց եթե մարդ այդ հիվանդությունն ունի եւ դա ցանկում ընդգրկված ա եղել, մենք ինչ կարող ենք անել։ Տեսեք, օրինակ, եթե հնարավորություն չկա